Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի արյան ծառայության Գորիսի բաժանմունքի աշխատակիցները կրկին քաջարանում են։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 3-րդ տարին է արդեն մասնակցում է անհատույց դոնորության ակցիաներին։ Ձեռնարկությունը միակն է Սյունիքի մարզում, որի աշխատակիցները ամեն տարի մեծ պատրաստակամությամբ են անվճար հիմունքներով դառնում արյան դոնոր։ Մարզային կայանի ղեկավարը սա ողջունելի է համարում։ Քաջարանի կոմբինատի հետ մեր համագործակցությունն սկսվել է 2023 թվականից եւ այս ընթացքում 100-ից ավելի քաղաքացիներ անհատույց դոնորական արյուն են հանձնել եւ իրոք աշխատավոր այս կոլեկտիվը նոյրյալները հանդարաժ են գնացել եւ փաստորեն նման կարգի միջոցառումները դոնորական արյուն նվիրելու մշակույթն են տարածում։ Անցնող տարում Գորիսի արյան կայան բաժանմունքը կրկնապատկել է պաշարների համալրումը։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կամավորության այս քայլով մի նոր մշակույթ է ձևավորում, նշում է Տրդատ Գրիգորյանը։ Եվ սա ընդհանուր բառերով եթե ասեմ, բխում է կազմակերպության կորպորատիվ արժեքներից, այն է պատասխանատվությունը, սա պատասխանատու քայլ է եւ աշխատակիցը արյուն հանձնելով իհարկե պատասխանատվություն է կրում վիրավորների կամ վնասված ստացածների, ընդհանրապես համայնքի նկատմամբ։ Արթուր Արզոմանյանը առաջին պարտաճանաչ դոնորն է, գործընթացը դեռ չսկսած դռների մոտ սպասում էր։ Եթե արյունը վերցնում ուրեմն մի տեղի պետք է լիքը որ վերցնում։ Մարզի թիվ 1 հանքարդյունաբերական ընկերության աշխատակիցները 5-րդ անգամ են մասնակցում հանձնիր արյուն փրկիր կյանքեր նախաձեռնությանը։ 3 տարում անվճար դոնորության ակցիաներ են կազմակերպվել Քաջարանում, Կապանում եւ կոմբինատի ազդագիր Արձվանիկ բնակավայրում։ Եթե կարանք ինչ-որ մեկին ինչ-որ բանով օգնել, այդ սիրով օգնում ենք, կապ չունի։ Կոմբինատի աշխատող ես, ընդհանրապես աշխատում ես, չես աշխատում։ Եթե առողջ ես կարող ես տաս մի տաս։ Մտածում ես, եթե կարամ ինչ-որ մեկին մի փոքր բանով օգնեմ, ինչի չօգնեմ, եթե առողջ եմ, Աստված է տվել այդ հնարավորությունը։ Ինչի չօգնեմ մատնից։ Փորձում ենք օգնենք, եթե կստացվում է։ Շատ գովելի է, որովհետև ամեն անգամ ինչ չէ, որ ասենք գնալ Գորիս կամ Երևան տեղափոխվել, բայց շատ գովելի է, շատ կարևոր քայլ է, կարծում եմ, ուղղակի պետք է մի քիչ պրոպագանդան մարդկանց մեջ շատ անի, ինձ թվում է շատ է կցանկանան։ Մարդուն օգնելը միշտ կարևոր է, էլի ամեն դեպքում։ Կապ չունի, հուզում անի, պատերազմ տեսած երկիրը կա, ամեն ինչ էլ պատահում է, ամեն ինչ էլ պետք է, դե հիմա այդքան լավ կարող օգնենք։ Տարվա մեջ 2 անգամ դոնորից վերցնում ենք։ Ընդհանրապես բացասական արյունների կարիքն դեֆիցիտ է համարվում, բայց ամեն դեպքում ձգտում ենք բոլոր արյուններից ունենանք, տենց հարց չի եղել, որ հիվանդին ինչ որ արյուն պետք լինի, մենք չկարողանանք ապահովենք։ Մասնագետներն ասում են, արյուն հանձնելը առողջարար է, երիտասարդացնում է։ Ակցիային մասնակցելը նաև արյան անվճար հետազոտություն անցնելու լավ հնարավորություն է, որը կազմակերպում են կայանի աշխատակիցները։ Նախնական վերցնում ենք առաջի անգամ տվող դոնորներից նմուշը, անալիզները դրվում է, երբ որ անալիզները նորմալ է լինում, նոր կանչում ենք արյունատվությամբ։ Մարզային միակ բաժանմունքի վարիչ Արթուր Արաքելյանը հորդորում է ամեն դեպքում մասնակցել դոնորության ակցիաներին, լինի վճարովի, թե հակառակը, պահանջը մշտապես զգացվում է։ Վերջին 1.5 տարվա ընթացքում մենք Կապանի բժշկական կենտրոնի պահանջագրերի հիման վրա հատկացրել ենք, այսինքն պահանջարկ է եղել 240 պարկ էրիթրոցիտալ զանգվածի։ Հատկապես 44-օրյա պատերազմի ժամանակ կայանը ուսերին էր վերցրել առաջնագծի սպասարկման մեծ ծանրաբեռնվածությունը։ Մեր նպատակն է, որպեսզի դոնորական արյուն հանձնելու մշակույթը մարզի բոլոր բնակավայրերում տարածենք։ Ակցիայի վերջում Արթուր Արաքելյանը մասնակիցներին հանձնեց դոնորական արյան շնորհիվ ապաքինված քաղցկեղով հիվանդ երեխաների շնորհակալական բացիկները։ Շնորհակալ եմ։